Ժամը 17-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից, նա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը իրատեսական չի համարել, նա նաև խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթից։ Այն բառապաշարը, որ օգտագործվեց եւ որի օգտագործում ես դատապարտեցի, դա Հայաստանում լայնորեն ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Էլի եմ ասում, խնդրում եմ բոլորիդ, Վաշինգտոնի հռչակագիր ընդամենը 1 էջանոց փաստաթուղթ է, 1 էջանոց 5 կետ։ Հաղորդության համաձայնագիրն էլ հրապարակված իմիջիայլոց շատ մեծ չէ, եւ դա է այն լեգիտիմ եւ համաձայնեցված բառապաշարը, որի վրա մենք պետք է հիմնվենք եւ որի օգտագործումն է միայն, որ մեզ հնարավորություն կտա նորածին խաղաղությանը խնամել եւ հասունացնել։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցներին, արդեն ասի, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի ավելի շատ նրանց բնակավորման հարցերը լուծելու համար։ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Հանդիպման մասին վարչապետը գրել է Facebook-յան իր էջում եւ գիծ տեսանյութ հրապարակել։ Մինչև այդ նա հանդիպել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի եւ Պիերո Ֆասինոյի, ՄԻԵԴ եւ ԵԽԽՎ նախագահների, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Վարշավայի անվտանգության խորհրդին մասնակցող արտգործնախարար Շարարատ Միրզոյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Պանելային քննարկմանն իր ելույթում Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղին դրական նշանակություն է ունենալու նաև Եվրամիության համար։ Տեղեկացնեմ, որ անվտանգության Վարշավյան ֆորումը գործում է 2014 թվականից, այն սկսվել է որպես տարածաշրջանային հարթակ, բայց արագ դարձել է գլոբալ, հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո։ Վարշավայի անվտանգության ֆորումին է մասնակցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախորդին նա ելույթ է ունեցել պանելային քննարկմանը։ Imagine when the railway connection is re-established between Armenia and Azerbaijan. Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում Եվրամիության համար, սակայն կրկին դրանով չի սահմանափակվում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, նվազեցնելով կախվածությունն այլ խոշոր մայրաքաղաքներից, եւ մեզ հնարավորություն է տալիս ունենալ օրինակ առանձնահատուկ արտաքին քաղաքականություն։ Կոնկրետ օրինակ բերեմ, Հայաստանում մենք ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որը Եվրամիության անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն։ Այսինքն մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, եւ այժմ արդեն Եվրամիության գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն։ Ֆորումի ընթացքում Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների եւ ընկերությունների ղեկավարների հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ նա քննարկել է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը գոհունակությամբ նշել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների վերջերս Երևան կատարած այցը եւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։ Արտգործնախարարը այսօր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիգայի հետ ջերմ հանդիպում է ունեցել։ Միրզոյանը գրել է, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։ Միրզոյանի բնորոշմամբ Սիբիգայի հետ զրույցը խորաթափանց էր։ Դիվանագետները համաձայն են զարգացնել Հայաստան-Ուկրաինա գործընկերությունը։ Ուկրաինացի նախարարը հայ գործընկերոջը հրավիրել է Կիև։ Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Պուդրիսի հետ Միրզոյանը քննարկել է Հայաստանի եւ Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները։ Վարշավայի անվտանգության ֆորումը ազդում է եվրոպական եւ գլոբալ անվտանգության քաղաքականության վրա։ Այն մշակում է ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարի ռազմավարություններ, հատկապես կարևորում է կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի անվտանգությունը, Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիայի դեպքում Ուկրաինային աջակցությունը եւ այլն։ Այս տարի ֆորումը կենտրոնանում է 4 հիմնական ոլորտի վրա՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, էներգետիկա, կլիմա եւ ժողովրդավարական անվտանգություն։ Զեկույցը կոչ է անում արևմուտքին հաղթել պատերազմը նախքան
պատերազմը։ Ավելի քան 80 երկրից մոտ 2500 մասնակից է եկել Լեհաստան։ Սիմոն Հովանիսյան, Rio Open Media։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին եւ Ադրբեջանի վարչապետին հորդորել չկիրառել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթը եւ որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապա շրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման սահմանումը։ Ըստ նրա այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը փոքրինչ նվազել է եւ կազմել շուրջ 4 միլիարդ դոլար։ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին, նշել է փոխվարչապետը։ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին եւ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ հետագա առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար։ Նրա խոսքով Երևանը ինտեգրված տեղեկատվական համակարգը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ի արդյունավետ գործունեության տեխնոլոգիական հիմք թվային առևտուրը հայկական կողմի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Մենք աջակցում ենք ԵԱՏՄ-ի շրջանակում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի կնքման նախաձեռնությանը որպես միասնական թվային շուկայի ստեղծման ուղղությամբ կարևոր քայլ, նշել է Գրիգորյանը եւ ընդգծել, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել կիբերանվտանգության հարցերին։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ իրենք ունեն ցուցմունքներ, որ Մերձավանում սեպտեմբերի 23-ին կատարված սպանությունից 1 ժամ առաջ Նարեկ Օհանյանն իրեն պատկանող շինության տարածքում կրակ է արել եւ այն տարան, որտեղ հայտնաբերվել են այդ հագուստները, այրել է հենց ինքը։ Մեջբերեմ Նարեկ Օհանյանը գիտակցելով, որ առաջին կասկածյալն ինքն է լինելու ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջև, որ հերկվի իր վարկածը։ Մենք այնուհետև հայտնաբերեցինք մարզասրահի քարտը, քարտի տերը ցուցմունք տվեց, որ դեպքից օրեր առաջ պայուսակը տվել է հանցանք կատարած անձին։ Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, ասել, որ պատճառը վրեժխնդրությունն է, ինքը մտերիմ է եղել Գրիգոր ու Նարեկ Օհանյանների հետ։ Իր կարծիքով իր ընկերոջը սպանել են Վոլոդիա Գրիգորյանի մտերիմները եւ այդ ամենի մեջ մեղադրում է Վոլոդիա Գրիգորյանին։ Մեղադրյալը 1 ամիս հետևել է, իմացել տան որ մասն է տեսագրվում։ Նարեկ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, նշում, որ որևէ առնչություն չի ունեցել, ասել է Արթուր Պողոսյանը։ Հիշեցնեմ, որ երկրորդ մեղադրյալը Մերձավանի բնակիչ 20-ամյա Գևորգ Հարությունյանն է։ Փաստաբան Վահան Հովանիսյանը հայտարարել է, որ ստանձնել է Վոլոդիա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունն ու վստահեցրել, որ պաշտպանական կողմն ապացուցելու է Օհանյանի անմեղությունը եւ որ հասարակությանը հրամցվող վարկածը անհիմն է։ Վարժական հավաքների մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ ազգային ժողովի լսումներում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասել է, թե եթե տեսնում են խնդիր, շտկում են։ Նա անդրադարձել է նաև հավաքների մասնակիցներից գումարների պահմանը, նշել, որ նրանց գույք է տրվում, օրինակ տափաշիշ, եւ եթե կորցնում են, ապա այո, գումարը պետք է պահվի։ Իսկ գրանցված աշխատողների դեպքում պետությունն ու գործատուն համատեղ ուժերով վճարում են քաղաքացուն, այլ հարց է, որ նա գրանցված աշխատող չէ։ Ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որոնք ծախսվելու են նաև բանակի կարիքները հոգալու համար, ասել է պաշտպանության նախարարի տեղակալը։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման մասին։ Ըստ գերատեսչության ակցիայի սկզբում հանդիպման պատրաստակամություն է հայտնել փոխնախարար, միաժամանակ գերիների պատանդների եւ անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ Արման Սարգսյանը։ Սակայն ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել գլխավոր շտաբի պետի եւ զինված ուժերի զորացրված մի շարք անձանց հետ։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Դասարյանն ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը
տևել է մի քանի ժամ։ Ասրյանը ծնողներին է ներկայացրել ցուցակ, բաղկացած 265 անհետ կորածի անունից։ Նշվում է, որ հանդիպումները շարունակական կլինեն, զբաղվում են այդ հարցով ու խոստացել են ամեն ինչ անել դրական արդյունքի համար։ Միաժամանակ նախարարությունը հերքել է անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշուկի մասին լուրերը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցում ներողություն է խնդրել Կատարի վարչապետ եւ արտգործնախարար Մոհամմեդ Ալ-Թանիից Դոհայում Համասի առաջնորդների դեմ անհաջող մահափորձի համար եւ խոր ափսոսանք հայտնել, որ Կատարում Համասի թիրախների վրա Իսրայելի հրթիռային հարձակումը հանգեցրել է կատարցի զինվորի մահվան։ Կատարի պատվիրակությունն ավելի վաղ բանակցություններ էր վարել Սպիտակ տանը, ակնկալվում է, որ կատարցի դիվանագետները կհամակարգեն պատանդներին առնչվող գործարքը։ Նեթանյահուն նաև ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը խախտել է Կատարի ինքնիշխանությունը պատանդների վերաբերյալ բանակցությունների ժամանակ հարձակվելով Համասի առաջնորդների վրա եւ հաստատել, որ Իսրայելն ապագայում նման հարձակումներ չի իրականացնի, նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Կատարը համաձայնել են ստեղծել եռակողմ մեխանիզմ տարաձայնությունները լուծելու համար։ Իմ գործընկեր Դավիթ Կենջյանն է պատմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնել է աջակցել Գազայի խաղաղության իր ծրագրին, որն ուղղված է 2 տարի տևած պատերազմի ավարտին, ներառյալ հաշտություն եւ Համասի պահած պատանդների ազատ արձակում։ Ծրագիրը նախատեսում է պատանդների փոխանակում, Իսրայելի զորքերի փուլային դուրսբերում Գազայից, Համասի զինաթափում եւ միջազգային կառույցի վերահսկողությամբ անցումային կառավարություն։ Համասի բացակայությունը բանակցություններից կասկածներ է հարուցում ծրագրի հաջողության վերաբերյալ։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Իրանը կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրին։ Պաղեստինի պետության մշտական դիտորդը Մակոմ Ռիադ Մանսուրը անվտանգության խորհրդում մեղադրել է Իսրայելին Գազայի պատերազմը Հորդանան գետի արևմտյան ափ տարածելու հիմքեր ստեղծելու մեջ։ Նա ընդգծել է, որ պաղեստինցիները ընտրել են խաղաղությունը, սակայն Իսրայելի կառավարությունում ծայրահեղականները ձգտում են ընդլայնել իշխանությունը նոր տարածքների վրա, խոչընդոտելով պաղեստինյան պետության ստեղծմանը։ Իսրայելի դեսպան Դանի Դանոնը ի պատասխան հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունը պետք է կենտրոնանա ահաբեկչության վերացման վրա, հակառակ դեպքում Իսրայելը ստիպված կլինի միջամտել։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինայի խնդրանքը ձեռք բերելու Թոմահավք հրթիռներ, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքերին, ներառյալ Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ նման մատակարարումները կդարձնեն Արևմուտքը պատերազմի ուղղակի մասնակից։ Միաժամանակ Կրեմլը պնդում է, որ Թոմահավքերը խաղը փոխող գործոն չեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Միացյալ Նահանգներին վաճառել այդ հրթիռները եվրոպական երկրներին, հետագայում Ուկրաինային փոխանցելու համար։ Ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի Շանդրիգոլովյե գյուղը, հայտնում է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս զինվորականները նռնակներ նետում, կրակում շենքերի եւ եկեղեցու վրա, ապա ծածանում Ռուսաստանի դրոշը։ Ավելի վաղ Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ է արձակել Կիևի եւ Ուկրաինայի այլ շրջանների ուղղությամբ, սպանելով առնվազն 4 եւ վիրավորելով տասնյակ մարդկանց։ Անցած գիշեր ռուսական հակաօդային ուժերը խոցել են 81 ուկրաինական դրոն։ Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Սոն Գյոնգը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ իրենց երկիրը երբեք չի հրաժարվի միջուկային ծրագրից, այն համարելով իշխանության եւ գոյության իրավունքի գրավական։ Նա ընդգծել է, որ միջուկային զենք ունենալն ամրագրված է Հյուսիսային Կորեայի պետական օրենքով։ Այն համարվում է ազգային քաղաքականություն եւ ինքնիշխանության երաշխիք եւ որևէ պարագայում չի հրաժարվի դրանից։ Դիվանագետը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ագրեսիայի սպառնալիքի դեմ ուժեղացված միջուկային զսպան շնորհիվ ապահովում է կորեական թերակղզու ուժերի հավասարակշռությունը։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Պենտագոնը Raytheon ընկերության հետ 5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Կոյոտ անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին։ Փաստաթղթի համաձայն միջոցներ են հատկացվում հրթիռային հարձակման համակարգերի, դրոնների եւ ռադարային կայանների արտադրության համար։ Ճշգրիտ ծավալները չեն նշվում, պայմանագրի ավարտը նախատեսվում է մինչև 2033 թվականի սեպտեմբերը։ Օգոստոսին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել էր, որ հանձնարարել է ամերիկյան բանակին ստեղծել միջկերատեսչական աշխատանքային խումբ հակադրոնային պայքարի մեթոդներ մշակելու համար։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի առաջ անցնել Ռուսաստանից եւ Չինաստանից։ Թրամփը բազմիցս նշել է, որ ամերիկյան զինուժն ուսումնասիրում է անօդաչուների կիրառման փորձը Ուկրաինայում մարտական գործողությունների ընթացքում։
2024 թվականին Հայաստանի բնակչության աճի տեմպը կազմել է 2.3%, հայտնել է Համաշխարհային բանկը։ Բանկի տվյալներով սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմում է 0.48%, Իրանում 1%, իսկ Թուրքիայում 0.23%։ Ռուսաստանում եւ Վրաստանում էլ համապատասխանաբար 0.2% եւ 1.13% անկում է գրանցվել։ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին ծնվածների ու մահացածների թվի հարաբերակցությունը 116.6% է, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 7%-ով։ Ճիշտ է, ծնվածների թիվն ավելին է մահացածների թվից, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ըստ վիճակագրական կոմիտեի 6%-ով նվազել է։ Իդեպ Համաշխարհային բանկի տվյալներով 2025 թվականին Հայաստանի մշտական բնակչության թվականակը հատել է 3 միլիոնի շեմը, հասնելով 3 միլիոն 76 հազար հոգու։ Հայաստանում աճել է նաև պետական պարտքը, այն արդեն անցել է 14 միլիարդ դոլարից, պարզ հաշվարկով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում 5.5 հազար դոլար։ Տնտեսագետները ռիսկային են համարում ոչ միայն պարտքի ֆիզիկական ծավալի աճը, այլև սպասարկման տոկոսների բեռը, նրանք նաև դժգոհում են ծախսերի անարդյունավետությունից։ Աննա Հարությունյանն է փորձել պարզել մեր արտաքին պարտքի չափը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում հաղթական հռետորաբանությամբ ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հպարտանում էր իր երկրի տնտեսական ցուցանիշներով, մասնավորապես, որ Ադրբեջանի արտաքին պարտքը ՀՆԱ-ի ընդամենը 6.5%-ն է։ Ադրբեջանը ընդգծելով իր հիմնական ակտիվները որպես առանցքային ուժեղ կողմեր, ստացել է ներդրումային բարենպաստ վարկանիշ։ Սա հաստատում է երկրի տնտեսական կայունությունը, խիստ ֆինանսական կարգապահությունը եւ ներդրումային բարենպաստ միջավայրը։ Ադրբեջանի արտարժույթի պահուստները մոտ 16 անգամ գերազանցում են նրա արտաքին պարտքը։ Այս ֆոնին Հայաստանում տնտեսական քննարկումները կենտրոնացած են բոլորովին այլ խնդրի՝ պետական պարտքի աննախադեպ աճի վրա։ Միայն այս տարվա առաջին 8 ամիսներին պետական պարտքն ավելացել է մոտ 1.3 միլիարդ դոլարով, գերազանցելով 14 միլիարդի շեմը։ Պարտքի միջին տոկոսադրույքը 4.9%-ից հասել է 7.3%-ի, ինչը նշանակում է տարեկան 100 միլիոնավոր դոլարների լրացուցիչ բեռ բյուջեի վրա։ Պարտքը հենց այնպես չեն տալիս երկրին եւ դրա դիմաց դու վճարում ես տոկոսներ, իսկ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ավելացմանը զուգահեռ ոչ միայն համարժեք ավելանում է տոկոսները, այլ տոկոսային բեռն ավելանում։ Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում 1 միլիարդ դոլարից ավել միայն վարկի նախորդ տարիներին վերցրած վարկի մենք սպասարկումն ենք իրականացնելու։ Ըստ մասնագետների ֆինանսների կառավարման խորքային խնդիրը ծախսերի անարդյունավետությունն է, ինչը հատկապես տեսանելի է պետական գնումների ոլորտում։ Թադևոս Ավետիսյանը պնդում է, որ մրցույթային գործընթացներից հրաժարվելով եւ մեկ անձից գնումներ կատարելով, պետությունը կորցնում է ավելի ցածր գնով ավելի լավ որակ ստանալու հնարավորությունը։ Ըստ նրա, մինչև վերջերս պարտքը գերազանցում էր ՀՆԱ-ի 60%-ի վտանգավոր շեմը, սակայն իրավիճակը ժամանակավորապես բարելավվել է ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում։ Դրամի գերարժևորումը միաժամանակ վիճակագրորեն նվազեցրեց պարտքի դրամային չափը եւ մեծացրեց ՀՆԱ-ն ստեղծելով կարճաժամկետ բարենպաստ պատկեր, սակայն ըստ տնտեսագետի երկիրը կանգնած է նոր մտահոգիչ դինամիկայի առաջ։ 2024 թվականը մենք փակել ենք ոչ թե նախորդ տարիների նման այսպես 12-13%-անոց աճով, այլ դրա նույնիսկ կես չափով 2025-ը նորից ավելի ցածր աճի տեմպը 2 անգամ գրեթե քան պետական պարտքի աճի տեմպը, այսինքն տնտեսությունը աճում է գրեթե 2 անգամ ավելի դանդաղ, քան պարտքը, բայց դեռ այն կուտակած հնարավորությունը կա, որ մենք այսպես լավացրել ենք պարտքն հարաբերակցությունը, իսկ եթե դա այսպես մսխեն, այս զարգացումներով, նորից կհայտնվենք նույն տեղում։ Իհարկե մեր մոտ դոլարային պետական պարտքը բավականին աճել է, սակայն դրամական հարաբերությունը հնա պետական պարտքին հարաբերությունը այնքան չի աճել, այսինքն այս մի քանի տարիների ընթացքում 50% է մնացել։ Փորձագետի դիտարկմամբ դոլարի էժանության պատճառով արտարժութային պարտքի ավելացումը պարունակում է թաքնված վտանգ։ Դրամի հնարավոր արժեզրկման դեպքում պարտքի բեռը կարող է կտրուկ աճել, հասնելով ճգնաժամային մակարդակի։ Այս սցենարից խուսափելու համար Աղասիթ Հավադյանի խոսքով իշխանությունները փորձում են հավասարակշռել պարտքի արժութային կառուցվածքը։ Մեր ֆինանսների նախարարությունը այս վերջերս
պարտքն այսպես ասած ավելի հավասարազոր կշռել է պարտքը, եթե առաջին 20%-ն ընդհանրեն դրամական պարկ 2018 թվականին, այս պահին 50%-ը դրամական է, 50%-ը դոլարային է, որ ասենք փոխարժեքային ռիսկի իրականացման պարագայում, որ այս պահին չեմ տեսնում այդ հավանականությունը ես, բայց այդ ենթադրյալ սցենարի դեպքում ոչ թե 50%, ոչ թե 70% կլինի, որը կատաստրոֆիկ կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար, այլ կլինի 60%։ Ֆինանսական ամենակարևոր ռեսուրսը, որ պետք է լինի եւ կայուն ֆինանսավորի ծախսերը, դա խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությունն է։ Այսինքն ոչ թե հարկ քերթես, այլ արդյունավետ հարկային միջավայր ունենաս, որ մարդիկ հարկը վճարեն, ոչ թե այսինքն ասես հարկատուն հերոսը, հետո կեղեք ես իրան իրականում, քողարկես հարկատուն հերոսի տակ, հետո փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը կրկնապատկես եւ այլն, հակառակը դու պիտի ներքին հնարավորություն ստեղծես, որպեսզի հարկային այսպես մուտքերը ավելանան ոչ թե կացնային մեթոդով, այլ տնտեսության աճի։ Համաշխարհային պարտքը 2025-ի երկրորդ կիսամյակում հասել է 338 տրիլիոն դոլարի, տարվա առաջին կեսին 21 տրիլիոն դոլար աճով, ինչը մտահոգություններ է առաջացնում նաև ամբողջ աշխարհի ֆինանսական կայունության համար։ Ճապոնիան ունի ՀՆԱ-ի 260%-ին հասնող պարտք, ԱՄՆ-ի պարտքը գերազանցել է 37 տրիլիոն դոլարը։ Հայաստանի դեպքում ըստ Աղասիթ Հավադյանի մենք սահմանագծին ենք։ Ըստ ԵԱՏՄ համաձայնագրի մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, պետական պարտքն հարաբերություն 50%-ը չպիտի գերազանցի, մենք այդ սահմանակետին ենք, ըստ մեր օրենքի ներքին, եթե մենք գերազանցում ենք 60% ցուցանիշը, ապա ֆինանսների նախարարությունը համապատասխան միջոցառումներ պիտի նախաձեռնի ծախսերը կրճատելու համար։ Մենք դեռևս սրան չենք հասնել, բայց իհարկե ռիսկը կա։ Փորձագետը զգուշացնում է խնդիրները լուծելու համար պետական պարտքին ապավինելը պետք է լինի վերջին, այլ ոչ թե առաջին քայլը, հատկապես երբ դրա սպասարկման ծախսերը բյուջեի վրա ավելի ու ավելի են ծանրանում։ Սակայն պետական ֆինանսների կառավարման կարևոր խնդիրներից է միջոցները արդյունավետ ծախսելու անկարողությունը։ Մենք տեսնում ենք, որ ասենք հատկապես IT ոլորտի, ռազմական ոլորտի ծախսերը չեն կատարվել, այսինքն օրինակի համար ռազմական ոլորտի ծախսեր կան, որոնք մինչև այժմ 10% չեն կատարվել նախատեսվածից։ Սակայն ասենք հիմնականում վերջին եռամսյակում, այսպես ասած, արագորեն ասենց վայրի վերի ձևով կամ կատարվում են կամ չէ այդ ծախսերը, սա մեծ խնդիր է, այսինքն մենք ունենք հստակ ծախսերի արդյունավետության ապահովման խնդիր։ Փորձագետները զգուշացնում են, որ ներկայիս տեմպերով պարտքի ավելացումը կարող է երկիրը կանգնեցնել նոր ֆինանսական ճգնաժամի շեմին։ Միաժամանակ ընդգծում, որ պարտքի աճը վտանգավոր չէ, եթե այն համաչափ է տնտեսական աճին եւ ուղեկցվում է նպատակային ծախսերով։ Աննա Հարությունյան, Գևորգ Սիանոսյան, Open Media։ Wizz Air ավիաընկերությունը այսօրվանից սկսել է Լառնական, Գյումրի, Լառնակա չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ միջազգային օդանավակայան։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը յուրաքանչյուր 3 շաբթի եւ շաբաթ օրերին եւ հոկտեմբերի 30-ից սկսած յուրաքանչյուր 5 շաբթի եւ կիրակի օրերին։ Նոր չվերթին Facebook-յան գրառմամբ անդրադարձել է երկրի վարչապետը։ Մեջբերեմ, սա նշանակալի իրադարձություն է առաջին անգամ Գյումրիից կանոնավոր չվերթը իրականացվում դեպի Եվրամիության անդամ երկիր։ Բարի թռիչք, գրել է վարչապետը։ Ոստիկանությունից հայտնում են, որ շանցած մեկ օրում երկրում բացահայտվել է 155 հանցագործություն, բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութի հայտնաբերման, անձնական ունեցվածքի գողության, շորթման, ավազակության, կաշառակերության, թմրանյութի իրացման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել 1-ը։ Վերջին 24 ժամում գրանցվել է 24 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք մեր գլխավոր թողարկման ժամին 20:00-ին առայժմ։